պահանջից հասավ, որ համացանցերում տարածում են, որ տեսեք, Տիգրանաշենը տվել են, այդ Քյարքյարի անվանումն են վերանվանել, չգիտեմ այդ տարածքները իբրև թե հանձնել են և խուճապ են տարածել ժողովրդի մեջ, սիրելիներ, չկա նման բան, դրանք հենց են անկլավներ են, որի մասին բազմիցս վարչապետը խոսում է, որ եթե անգամ փոխանակման հանձնման մասին խոսք լինել չի կարող, պարզապես և մենք ունենք անկլավներ, և Ադրբեջանը ունի անկլավներ, համապատասխանաբար տարածքների միմյանց, որպեսզի դրանք միայն փոխանակման տարբերակ կարող է քննարկվել, դա էլ դեռ հարցի տակ է, որովհետև անկլավներին դեռ խոսակցությունը չի հասել, որպեսզի լինի ինչ-որ գործողություն այդ անկլավների հետ, դա միայն հնարավոր է հանրաքվեի միջոցով, որը պետք է որոշենք և քվեարկենք մենք ձեզ հետ բնակիչները, կոնկրետ մենք Հայաստանի բնակիչները և նաև ըստ սահմանադրության, որքանով գիտեմ, նաև Ադրբեջանի բնակիչները, իշխանությունը միակողմանի որոշում կայացնել իրավունք չունի, և սա միջազգային օրենքներով է, հասկանում եք, սա մեր կամքով, մեր կամեցողությամբ չէ, սա օրենքի սահմաններում է, միջազգային օրենքի սահմաններում, որովհետև ըստ սահմանադրության է, այնպես որ նման լուրեր շատ են լինելու, ավելի շատ տարածվելու են ցավոտ կողմերը, գիտեք, այն հարցերը, որոնք որ մարդկանց մեջ խուճապ են առաջացնում, այսօր ասում եմ Գորիսից գալիս, մեկը զանգել է, թե ինչ կատարվեց, մենք Գորիսում ենք, պետք է Երևան գանք և բանից պարզում է ճանապարհները փակեն, ժողովուրդ ջան, ականջալուր մի եղեք նման բաներին, սուտ, և գիտեք ինչ, այն ամենացավոտ տեղն են կպչում բնակիչների, որ գիտեն խուճապ կառաջացնի, որ նորից իրենց թելը թելելու, որ տվեցին, ամեն ինչ տվեցին, ծախեցին, հետևյալ չգիտեմ բառապաշարներով, որը ամենևին այդտեղ չի, ես երբ որ բնակիչների հետ խոսում եմ ու ասում են տվեց, ասում եմ թվեք մի բան, որը տվեց, չկա նման բան, որ Հայաստանը տվել է հակառակորդին, չկա նման բան, հիշեք հիստերիաները, Կիրանցի վերաբերյալ հիստերիաները, որ հորինում ու տարածում են, այս հիբրիդային պատերազմը հենց սա է, սիրելիներ, մի տրվեք, ականջալուր մի եղեք, եթե չեք կարող ձեր ականջները փակել, պարզապես այդ նման կայքերը, որոնք ձեր սոցիալական հարթակներում գոյություն ունեն, պարզապես ջնջեք, դուրս եկեք այդ բոլոր տեղերից, որը ձեզ նյարդայնացնում է և դուք արդեն համոզվել եք, որ մեկ անգամ սուտ է եղել, իրականության հետ չի համապատասխանել, պարզապես ջնջեք ձեզ համար հանգիստ վայելեք այս երկիրը, մենք հիմա ապրում ենք վայելքի երկրում և դա բոլորն են վկայում, արտասահմանից տուրիստներ են գալիս, վայելում են, Ռուսաստանից տուրիստներ են գալիս, մեր երկիրը վայելում են և բոլորը հերթական անգամ ասում են, որ Հայաստանը վայելքի երկիր է, հետագայում ուրիշ երևի տեսաուղերձի մեջ նույնիսկ կնշեմ օտարերկրացիներ ինչպես են հիմա անվանում Հայաստան և ինչպես են անդրադառնում և հիացած են Հայաստանով, դա ուրիշ անգամ, այսօր ավելի ինձ զայրացրած թեմաներով կխոսեմ ձեզ հետ, վերջի վերջո Արարատ լեռան նշանը կնիքների միջից ես ուղղակի ապշում էի ժողովրդի արձագանքին, Արարատ լեռը մեր պատմական, մեր սրտերի մեջ գոյություն ունեցող լեռն է և լուսամուտից նայում և հիանում ենք մեր պատմական տարածքներն են, որոնք իդեպ էլի մեր մեծ բարեկամը տվեց Թուրքիային, այդ պատմությունը եթե ցանկանաք, գրեք կոմենտներում մեկնաբանությունների մեջ, եթե կուզենաք մանրամասն այդ պատմությունը իմանաք, ես կարող եմ մի ուղերձ նվիրել այդ պատմական մեր շրջադարձերին, բայց իմացեք, որ այսօրվա իշխանությունը ոչինչ չունի և ոչինչ չի տալու ոչինչ չունի և չի էլ տալիս ցանկություն էլ չունի դրանց համար, ինչ որ կատարվում է օրենքի սահմաններում, մեր սահմանները 91 թվականի Ալմատայի պայմանագրով հաստատված սահմանները սահմանագծվում և սահմանազատվելու ընթացքում են, այսինքն սահմանագծվում է թերթի վրա որպես քարտեզ, սահմանազատվում է արդեն ֆիզիկապես սահմանները հաստատելով
եւ դա փառք Աստծո տեղի ունենում Կիրանցի հիսτερիաները լսեցիք ինչ ողբ, ինչ հիսτερիա որ տվեցին, հողերը տվեցին, այսօր մենք պլյուս ունենք այդ առումով, որովհետեւ մեր եկեղեցին հայկական, որը ըստ սահմանների գուցե մեզ չմնար, բայց այսօր մենք դա էլ ունենք։ Մենք բավականին չեմ ուզում խորանամ այս ուղղությամբ, բայց ավելի շահեկան ենք դուրս եկել այդ սահմանազատման գործընթացի շնորհիվ, քան հակառակը։ Տեսեք, ովքեր որ սուտ էին ասում, վերջապես փաստերն են, չէ՞ ապացուցում, որ դրանք սուտ էին։ Պարզապես չեղարկեք ձեր ընկերությունից հանեք, չեղարկեք։ Ես օրինակ շատ-շատերին, որ տեսնում եմ ոչ իմ համակիր, այլ թշնամական մոտեցում է իմ կայքի մեջ խուժում եւ անթույլատրելի մեկնաբանություն են, պարզապես իրեն ջնջում եւ դուրս եմ գցում, ռուսերեն ասած բլոկ եմ անում, հա։ Դուք էլ արեք։ Ձեր այն թանկագին նյարդերը մի թույլ տվեք քայքային սուտերով։ Գիտեք, մենք այնքան դժվար տարիներ ու դժվար կյանք ենք անցել, այս ավելորդ եւ սուտ հիմքերով բերեք մեր նյարդերը չքայքայենք եւ տեղիք չտանք։ Վերջի վերջո իրենք ունեն դիտորդ, ունեն ունկնդիր, դրա համար են անում դա։ Եթե չունենան ու պակասեն իրենց ունկնդիրները, այլևս այդքան միլիոններ չեն ծախսի սրա վրա, որպեսզի այդ սուտ լուրեր գցեն, տարածեն եւ ժողովրդի մեջ խոճապ տարածեն։ Մենք ինքներս ենք թույլ տալիս, մենք ինքներս այն բաց դռներն ենք, որով իրենք ներ են խոժում մեր կյանք, մեր նյարդային միջավայր եւ չեն թողնում մենք վայելենք այս կյանքը։ Իսկական վայելքի Հայաստանը, հա։ Հիմա անդրադառնամ նորից Ղարաբաղի մի փոքր էքսկուրս կատարենք պատմության մեջ, որովհետեւ սա էլ թեժանում է։ Իդեպ ես ձեզ ասեմ, վերջերս մի քանի ուղղակի ինձ ուղարկեցին ոչ բարեկամների մեսենջերով էջեր, որտեղ ընդդիմադիրների էջերից էին, որտեղ բոլորը մեկ մարդու նման իրար կոչ են անում այն աստիճան նյարդայնացնել մեր վարչապետին ու տակը գրում են, որ կատվածը հարապ լինի վերջապես։ Այս սա է իրենց նպատակը։ Հո չեն գալիս ճշմարտություն փոխանցելու։ Նրանք հատուկ նպատակով են գալիս եւ անվանական գրված էր անուն ազգանուններով հերոսացնելով այդ կերպարներին, որոնք որ հերթով գալիս են, իհարկե գումարային չեմ կարող ասել, տեսել եմ, կարող եմ վկայել, բայց արդեն կարելի է հասկանալ, որ հետևում բավականին մեծ շահեր ունեն իրենք, հա։ Ուրեմն տեսեք, Ղարաբաղի պատմությունը, կներեք, ինչու եմ ասում Ղարաբաղ եւ ոչ թե Արցախ։ Այո, մեր պատմական այդ տարածաշրջանը Արցախ է կոչվել եւ պատմական բարձր շատ հարուստ պատմություն ունի, հա։ Բայց 21 թվականի մարտի 16-ին 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ Լենին-Աթաթուրք հանդիպումը, որտեղ պայմանագիր կնքվեց, հանձնեցին որոշ տարածքներ Սուրմալուի գավառը, Կարսի մարզը, Բաթումի մարզերից շրջակա, որը մեր տարածքը չէր իհարկե, այս թվում նաև Արարատ լեռան տարածքը, որը Լենինի ստորագրությամբ հանձնվել է Թուրքիային, Աթաթուրքին։ Ես հիմա չեմ ուզում շատ քչփորեմ այս անցած պատմությունը, որովհետև 100 տարի եւ ավելի անց է եղել այն ժամանակ մեր հայերը հայ բոլշևիկների հրավառություններով է դա տեղի ունեցել, որ էլի մեր միջից իհարկե այն ժամանակ պատմություններ ստիպում մենք եղերն ապրած արդեն ազգ էինք եւ գուցե իրենք համարում էին, որ սա միակ փրկությունը եւ միակ լուծումն է հայ ժողովրդի համար, իհարկե պետականության մասին այդ ժամանակ խոսք լինել չէր կարող, որովհետեւ մենք արդեն բոլշևիկների թեթև ձեռքով մտել էինք խորհրդային միության կազմի մեջ։ Իսկ արդեն նույն թվականի 21 թվականի հունիսին կամ հուլիսին, ամառվա ամիսներին, կարծեմ հուլիսին, արդեն Արցախը բռնակցվեց ադրբեջանական ԽՍՀՄ-ին, այդ ժամանակ արդեն Ադրբեջանը մտել էր ԽՍՀՄ կազմի մեջ։ Եվ Արցախը բռնակցվեց Ադրբեջանին ընդհանուր մուտք չունենալով հայկական տարածք, Արևելյան Հայաստան, այսպես կոչեմ, որովհետև հետո պաշտոնապես հայկական խորհրդային հանրապետություն մի քիչ ավելի ուշ հռչակվեց։ Ուզում եմ ասեմ, եւ այդ ժամանակ իսկ անվանակոչվեց Ղարաբաղի ինքնավար հանրապետություն։ Ղարաբաղ անվանումը իրենք նշանակեցին։ Հիմա տեսեք, ես շատ եմ ուզում իմ ժողովրդին Արցախ այդ տեղանվան անվանել։
ուղղակի այն տարիներին, երբ մենք գնում էինք, գալիս էինք Ղարաբաղ, երբ որ մենք անվանում էինք Արցախ, իրենք շատ էին վրդովվում, մեզ ուղղում էին, ասում էին Ղարաբաղ ասեք, Արցախ մի ասեք։ Նույնիսկ այս տեղահանումից հետո Ղարաբաղի ժողովրդի ես որպես հոգեբան շատ եմ աշխատել տեղահանվածների ընտանիքների հետ։ Եվ ցավոք սրտի իրենք էլ ուղղում էին, ասում էին Ղարաբաղ, նույնիսկ շատ էլ ավելի ցավոք սրտի ունեի մարդիկ, ում հետ աշխատում էի, ասում էին մենք հայ չենք, Ղարաբաղցի ենք, ուղղում էին մեզ։ Երբ որ ուզում էի ասեի մեր հայրենակիցն եք, դուք էլ հայ եք եւ այլն, երբեմն ինձ ուղղում էին, ասում էին, գուցե դրան շատերն էլ առճվել են նման վիճակի հետ, ուղղում էին, ասում էին մենք Ղարաբաղցի ենք, մենք հայ չենք։ Եվ իհարկե որպես օրենք հայերեն էլ շատ դժվար էին խոսում, հիմնականում ռուսերենով էինք շփվում իրար հետ։ Ուզում եմ ասեմ, որ մեր միջից այդ մշակույթը Արցախ անվանելը դուրս եկավ այդ տարիներին։ Հիմա ինչքան էլ որ ուզենք, այլևս դժվար է հետ տեղափոխվել։ Թեև ասեմ, որ նաև աշխատել եմ ընտանիքների հետ, որ իսկապես հոգով ու սրտով արցախցի են։ Հոգով ու սրտով հայկական Արցախի հետ Արցախն են ներկայացնում եւ մեզ հետ են եւ մերոնք են իրենք եւ մեր հարազատներն են իրենք։ Ես ուզում եմ, որ մենք կարողանանք տարանջատել ղարաբաղցիների արցախցիներից։ Ուղղակի ես եմ այդպես անվանում տարանջատում, որովհետեւ իրենք իրենց սկզբունքներով եւ պահելաձևով դա հաստատում են։ Մեր սիրելի արցախցիները ինտեգրվել են Հայաստանի, տեսնում եք Փաշինյանի, մեր վարչապետի հետ հանդիպումների ժամանակ մոտենում են կանայք, որ ասում են մենք Ղարաբաղից ենք, մենք Արցախից ենք եկել, արդեն տներ ունենք, շնորհակալ ենք այն ընթացքի եւ այն հնարավորությունների համար, որ ստեղծեցիք այս երկրում մեզ հիմնավորվել եւ ինչու՞ չէ, դա բոլորին էր վերաբերում, կամք չկար, ցանկություն չկար։ Շատերը երազում են ոչ թե Հայաստանի քաղաքացի լինել, այլ իրենց մեծ բարեկամի։ Դռները բաց են, խնդրեմ, ով է ձեզ պահում ուժով։ Ես գիտեմ ով է պահում։ Իրենց կոնկրետ պահում են այստեղ, որպես զենք եւ գործիք օգտագործելու այսօրվա իշխանությունների դեմ։ Եվ հենց իրենց միջոցով են այս ամեն ինչը անում եւ տարածում։ Ես հիմա իմ հիմնական նպատակը այսօրվա այս վիդեո ուղերձի նաեւ որ կոչ անեմ մեր Ղարաբաղաբնակ տեղահանված բնակիչներին մի թույլ տվեք ձեզ որպես գործիք օգտագործեն առանց այդ էլ 30 տարի դու գործիք դարակ իրենց ձեռքում իրենց չար գործերը անելու համար այո դուք շատ բաներից զրկվեցիք այո կահ կարասի տուն կորցրեցիք գուցե ինչ որ էլի ավելի բաներ կորցրեցիք բայց դա երբեք չհամեմատեք մեր կորցրածի հետ։ Ես գուցե կրկնվեմ իմ նախորդ տեսաուղերձից, բայց սա այնքան մեծ վիշտ ու ցավ է իմ սրտի մեջ, ես չեմ կարող այս մասին լռել։ Մենք զավակ ենք կորցրել, հասկանում եք, ումից պահանջենք։ Դուք այսօր եկել եք մեզանից տուն ու տեղ եք պահանջում։ Էդ էլ ենք առաջարկում։ Բազմաթիվ ծրագրեր կան, 2600 որքանով գիտեմ, էլի ավելացել թիվը, բայց քանի որ այս թիվը ստույգ գիտեմ արդեն, դրա համար նշում եմ 2600 տուն է կառուցվում մարզերում տեղահանված ղարաբաղցիների համար, ովքեր քաղաքացիություն են ընդունել։ Ընդունեք, գնացեք տուն ստացեք, վայելեք շատ էժան գնով։ Եվ ավելի մանրամասը չեմ տիրապետում ինֆորմացիային, որպեսզի սուտ չասեմ, ես պետական ծրագիր է սա։ Բայց չէ, դուք չեք ուզում։ Դուք չեք էլ ուզում հայկական քաղաքացիություն եւ երազում եք հյուսիսների մասին։ Իսեր Աստծո, գնացեք ապրեք ձեր ուզած երկրում։ Բայց դուք մեզանից մի ուզեք նյութական, որովհետեւ մենք ոչ թե նյութական ենք կորցրել, մենք հոգի ենք կորցրել, մենք հարազատ զավակներ ենք կորցրել։ Ես ինքս զոհվածի հարազատ եմ։ Ով ինձ կվերադարձնի իրեն, որը 3 որբ երեխա թողեց այս երկրում։ Եվ այդ երեխաները հիմա դժբախտագույնն են, ումից ուզենք մենք։ Ձեր տներն եք ուզում, չթողնեք դուրս չգայիք, նորից չթարմացնեմ ես այս թեման, բայց սա շատ լուրջ է ու չհամարձակվեք, հիմա տեսեք ծրագիրը իրենց։
վարչապետին ափերից հանել, որ կատված սահար լինի, կամ էլ արձանագրեն բռնություն այդեղ գուցե բնակիչ ախր այդ քարոզարշավների ժամանակ չէ որ վարչապետը իրեն սիրող բնակիչներով շրջապատված է։ Եվ այդ սիրող մարդիկ կարող է այդ պահին ուղղակի խոշտանգեն այդ սադրիչներին, ինչ ասես կարող է լինել, էլի փառք Աստծուն մեր վարչապետի եւ իր շրջապատի աշխատակիցների համար, որ չեն թույլ տալիս դա տեղի ունենալ։ Ուզում եմ ասեմ, այ սիրելիներ, դուք դառնալով գործիք նաև ձեզ զոհ են բերում այդտեղ։ Որովհետև աննախադեպ բաներ կարող է ժողովուրդը այդ պահին անին, անկառավարելի դառնա եւ պատասխանատվությունը ձեզ ուղարկողների վրա է։ Հասկանում եք, նրանք ձեզ զոհ են տեսնում, հասկացեք։ Լավ, ենթադրենք մյուս ծրագիրը տեղի ունենա, նրանք գան իշխանության եւ Սամվել Կարապետյանը ազնվորեն ասաց, մենք սահմանադրություն ենք փոխելու։ Այո, իրենք երազում են միայն դրա համար գալ իշխանության, որպեսզի սահմանադրություն փոխեն։ Եվ այդ սահմանադրության տեքստը, գիտեք ինչ է լինելու։ Միացում միութենական պետությանը։ Միացում։ Եվ մեր արդեն կառավարիչը այդ պահին, այդ սահմանադրական փոփոխության շնորհիվ, արդեն կարող է վերևներից լինի։ Հյուսիսից ինչ-որ մեկի նշանակել մեզ մոտ ղեկավար։ Եվ առաջին բանը, որ լինելու է, նորից ընդդիմադիրների կողմնակիցներին եմ ասում։ Քանի որ ձեր տվյալները արդեն իրենց բազաներում կա, որ դուք ինքներդ հոժարակամ եք դրան համաձայնություն տվել։ Առաջինը ձեր երեխաների եւ ձեր տղամարդկանց են ուղարկելու Ուկրաինայի սահմաններ։ Իմացեք, առաջի զոհը դարձյալ դուք եք լինելու։ Պատմությունը թերթեք նայեք ինչպես է եղել։ Ինչպես է մեր հավատարի մեծ բարեկամը Հայաստանի հետ վերաբերվել 100-ամյակներ շարունակ։ Ամենամտերուն տեսեք Հայաստանից հավատարիմ երկիր Ռուսաստանի համար չկա ու չի եղել։ Մենք շատ հավատարիմ ենք եղել, մենք շատ ենք հավատացել իրենց։ Եվ դրա համար միամտորեն միշտ զոհ ենք դարձել։ Մենք հպարտորեն այսօր ասում ենք Հայաստանը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 350,000 զոհ է տվել, փոքր Հայաստանը, դա հպարտանալու բան չէ, սիրելիներ, բայց հարևան պետությունների, երկու պետությունների իրար գումարած 110,000 զոհ են ընդամենը տվել։ Այստեղ դուք չեք տեսնում ինչ որ հատուկ ծրագիր հայերին բնաջինջ անելու, որը այդ Լենին-Աթաթուրք պայմանագրի մեջ մտած է եղել, որ Հայաստան երկիրը բնաջինջ արվի ժամանակի ընթացքում։ Այս Ղարաբաղի պատմությունը, որ ստեղծեցին էլի վերևներում մեր գերագույն խորհրդի պատգամավորները, անուններ չեմ տալիս, բոլորդ գիտեք այն ժամանակ ակտիվիստներին, որոնք գնում էին Կրեմլում, ոգևորվում, գալիս այստեղ հեղաշրջումներ էին անում, Ղարաբաղ էին գոռում։ Այս պահով ես մի հոլովակեն կանեմ, թե ինչպես եղավ այս շրջադարձը, որ մաքուր օդ լոզունգները միանգամից Ղարաբաղ դարձան եւ ոգևորեցին ժողովրդը։ Այս բոլորը ծրագիր է եղել հայերին պատերազմի մեջ ներքաշելու եւ բնաջինջ անելու։ Միայն առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո իհարկե ոչ մի պաշտոնական թիվ այդպես էլ չհրապարակվեց, բայց գիտենք, որ 10,000-ից ավել հայ տղամարդու զոհեր ենք ունեցել մենք։ Դուք պատկերացրեք, մինչև օրս այդ տղամարդիկ մեր գենոֆոնդը ինչքան աճեցրած կլինեին, մեր հայերի, հայաբնակ հայաստանցիների թիվը ինչքան բազմացած կլիներ։ Չէ, ծրագիր է եղել հայերին բնաջինջ անելու։ Ու այսօր մենք դաշինքի մեջ ենք մտնում այդ հայասպան ծրագրին, ես չեմ հասկանում, ժողովուրդ։ Իհարկե զայրույթս ներեք, շատ զայրացած եմ այս մանավանդ այս նոր օրեցօր։ Նորից խնդրում եմ եւ ձեզ բոլորիդ քաջալերում եմ։ Խնդրում եմ ձեզ բոլորդ, ովքեր որ կնայեք այս տեսաուղերձը, այսօր բերեք բոլորս միասնական ազգային ակցիա կատարենք։ Մեր սոցիալական կայքերում ուղղակի ջնջենք դրանց։ Ուղղակի հանենք բոլոր այդ ապա լրատվամիջոցները, բոլոր այդ քարոզչությունները, այն որոնք որ ապացուցվել են, որ սուտ են։ Հա, Արարատ լեռան մասին մոռացա ասել, որ կնիկների մեջից կնիկը փոխվեց պարզապես։ Ես ուզում եմ հիմա դուք պլյուսներ դնեք վիդեոյի տակ այն մարդկանց, ովքեր որ մինչև այս գործողությունը ուղղակի անձնագիրը բացել են, սրտին են սեղմել այդ կնիկը, որտեղ որ Արարատ լեռներ պատկերված կամ բարձի տակ դրել ու քնել են։ Մեզանից շատերը չենք էլ նկատել, որ այնտեղ ինչ է պատկերված։ Երբ որ մենք երկիրներ ենք գնում, ճանապարհորդում ենք եւ այլն,
Չենք էլ նայում ինչա նկարվում, որ մի երկրի այդ կնիքը, սահմանային կնիքը, դուք տեսնում եք ինչ է պատկերված, ընդամենը այդ պատկերն է փոխվել, որովհետև միջազգային ստանդարտներին չէր համապատասխանում, մի հիստերիա դրվեց, մի ողջ դրվեց, որ Արարատը լեռը արգելում են մեզ նայել, ժողովուրդ մենք ինքներս ենք թույլ տալիս, որ նրանք բարբաջ են մասսայական, բերեք կտրենք, գցենք, այդ ալիքները փակենք, անհասանելի անենք, մենք էլ հանգիստ պարկենք քնենք, հանգիստ խղճով եւ վայելենք այս կյանքը, որովհետեւ առաջիկայում էլ ավելի լավ բաներ է մեր երկրին սպասվում եւ դրանք այնքան շոշափելի են եւ այնքան հաստատ, որ մենք առաջիկա 5 տարում, եթե շարունակենք մեր այս ընթացքը, որը գնում ենք եւ թույլ չտանք խոչընդոտել, թույլ չտանք այս սադրանքներին եւ այլն, 5 տարի հետո մեր Հայաստանի հետ դուքով են խոսելու հարևան պետությունները։ Եվ դրա համար բոլոր հիմքերը ունենք։ Այնպես որ խոսեմ շատ կխոսեմ սիրելիներ, բայց այսօրվա այս տեսաուղերձով եզրափակեմ սա, ուզում եմ ասեմ շատ եմ սիրում ձեզ, իմ հայ ժողովուրդ, իմ հայեր, իմ հայը բարձրագույն արժեքն է ու մենք բոլորս պետք է հասկանանք ու գնահատենք։ Եվ այն ովքեր որ գուցե ազգանունով հայ են, բայց արժեքները մեր հայ տեսակի չեն կրում, այլ հակառակը, մեր ոչնչացումն են ուզում, մեր բնաջինջ լինելն են ուզում, ես իրենց ցավոք սրտի չեմ կարող հայ անվանել։ Սիրում եմ ձեզ բոլորիդ, մինչև նոր հանդիպում։